Ողջույն սիրելի հայրենակիցներ ու իսրայելահայեր YouTube-յան մեր ալիքի հետևորդներ, առաջին անգամ տարին Անդրանիկ իմ հաղորդումն եմ սկսում այս անգամ, կներեք ուշացման համար, ուղղակի վատառողջության եւ նաեւ մի շարք այլ ծանր հիմնախնդիրների պատճառով որոշեցինք այս տարին այսքան ուշ սկսել։ Այսօր չնայած սրան տարին բացում ենք մի շատ հարգարժան հյուրի հետ միասին Հայաստանի ազատագրության համաշխարհային կազմակերպության համանախագահ ազատամարտիկ հարգելի պարոն Գագիկ Սարուխանյանի հետ միասին։ Պարոն Սարուխանյան, մեր մոտ վերջերս սահմանորն էր եւ Սուրբ Ծննդյան տոներն էին, մենք Երուսաղեմում ավանդաբար ամանորը նշում ենք 5 տոմարով, հա, որպեսզի եւ չխանգարենք մնացած հարանվանություններին եւ նաեւ հնարավորինս ազատ կարողանանք նոր տարին 5 տոմարով դիմավորել, այսքան մեզանում հունվարի 19-ին դերևս Սուրբ Ծննդյան տոներն են եւ առիթից ելնելով կուզենայի որ մեր հանդիսատեսին դիմենք նաեւ ամանորյա շնորհավորանքներով եւ հետո շարունակենք։ Նախ ողջունում եմ բոլոր ձեր դիտողներին, ձեր TV դիտողներին եւ շնորհակալություն եմ հայտնում ինձ հրավիրելու համար, որովհետեւ այս թեժ օրերին շատ կարեւոր են նաեւ Իսրայելում բնակվող մեր հայրենակիցների հետ առնչվելը եւ օգտվելով առիթից ձեր առաջարկով եւ շնորհավորում եմ բոլորիս ամանորը Սուրբ Ծնունդը թող այս տարվանից հրեղեն զիլու տարի են ասում մեր ազգի անիվը պտտվի դեպի դրականը վերջապես պտտվի, վերջապես մենք կարողանանք իրական ճիշտ պատկերը ունենանք ազգովի բոլորս միասին, թե ուր ենք շարժվում, մեր ազգային նպատակներն ինչ են, ինչ է մեր ուզածը եւ ինչպես հասնել մեր ուզածին։ Թող այս տարին այդպիսի տարի լինի։ Բեկումնային տարվա ասկի։ Շնորհակալություն բարեմաղթանքների համար, անցյալ տարի մենք մի շարք վերլուծական տարբեր հաղորդումներ ունեցանք, պարոն Սարուխանյան, եւ տարին իհարկե մեր կարծիքով պետք է բացեր նոր պատերազմով, Կիրակի օրը Իսրայելի ուրեմն բանակը եւս 80,000 ռեզերվիստների բանակ է կանչել, այսինքն գիտեք, օրակարգում Հեզբոլահն է, որը դեռ հաշիվը փակ չէ եւ այն պայմանավորվածությունները, որոնք կային Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միասին Հեզբոլահի զինաթափման, մինչեւ որսել Հեզբոլահը հայտարարում է, որ զենքը վայր չի տնելու, Իսրայելն էլ, գիտեք, 2 օրը մեկ շատ հզոր հուժկու հարվածներ է հասցնում, հատկապես Լիտանի գետի հարավային շրջանի ուրեմն Հեզբոլահի նոր ստեղծվող հենակետերին, սա մի կողմից, մյուս կողմից Գազայի գոտում այսինքն այսօր արդեն հուղարկավորում էին վերջին զինվորին, այսինքն կարելի ասել, որ վերջին 12 տարիների ընթացքում այլևս որևէ հրեա զինվորի կամ որևէ հրեա հերոսի Գազայի գոտում այլևս չի գտնվում, ամբողջությամբ բերեցին, ովքեր որ մահացած էին, հողին հանձնեցին, այսինքն վերջին 12 տարվա բոլոր այսպես մահացածների, զոհվածների տիրեր բերեցին եւ հողին հանձնեցին, այսօր հողարկավորություն էր վերջին զինվորի եւ օրակարգում Իրանի հարցն է, բավականին լուրջ մարտահրավերներ են այսօր մեր առջեւ ծառացած, խոսքը կարելի ասել եւ իսրայելահայերի մասին է, խոսքը իրանահայերի մասին է, ոչ մերձավոր արևելքի մեր հայերի մասն է եւ ամենակարևորը Հայաստանի Հանրապետության մեր քաղաքացիները, որովհետեւ հնարավոր չէ, որ մեր քթի տակ Հայաստանում պատերազմ սկսվի եւ Հայաստանը առնվազն անմասն մնա բոլոր այս մարտահրավերներից։ Եկեք ըստ էության մի քանի նախադասությունով խոսենք Լիբանանի հետ կապված, այնուհետև մի քանի խոսքով խնդրում եմ անդրադարձեք Գազայի գոտուն եւ այնուհետև խոսենք ավելի մանրամասն ձեր կարծիքով այս նոր խմորումների, ավիակիրների տարածաշրջան գալու այս պայթրությամբ 1991 թվականից ի վեր երբևէ նման ուժեր մերձավոր արևելքում Ամերիկայի Միացյալ Նահանգները չէր կենտրոնացել, այ խնդրեմ ըստ հերթականության, այժմ Լիբանանի մասին խոսենք, հետո հաջորդենք։ Շնորհակալություն, ճիշտ է, հարցը բազմաեզր է, շատ տարբերակներ է մեջ պարունակում,
Բայց ինչպես դուք առաջարկեցիք, սկսենք Լիբանանից։ Ինչպես հայտնի է, վերջի բախումից հետո Հեզբոլայի եւ Իսրայելի միջև, ինչու չեմ ասում Լիբանան, որովհետեւ պաշտոնապես Լիբանանը հայտարարում է, որ Իսրայելի հետ խնդիրներ չունի, ուղղակի Լիբանանի հարավում կան, այդպես ասած, Հեզբոլա կազմակերպությունը, որ Լիբանանի պետությունը փաստացի չի կարող իրանց զինաթափել։ Տենց է ստացվում։ Եվ ասենք իսրայելական բախումից հետո եկան հանգեցին այն եզրակացության, որ պետքա Հեզբոլա զինաթափվի։ Բայց մինչ օրս չի զինաթափվել եւ ավելի սպառնում է, շարունակում է սպառնալ, որովհետեւ դա պրոքսի իրանական կազմակերպություններ են, եթե սրանում է հարաբերությունը Իրանում, ուրեմն իրանք էլ, ասենք, իրանց պայմանավորվածություններից հրաժարվում են զինաթափվելու, հա, բայց չէ որ Հեզբոլայի զինաթափումը չէր պայմանավորված նրանով, որ Իրանի հետ Իսրայելի կամ Ամերիկայի սրացումը պետք է ազդի նրանց վրա։ Ինչևից է, գիտեք ինչ կա, ես մի բան եմ ուզում ընդգծել, որ Իսրայելի հակամարտություն կոչենք, հա, շատ մեղմ ասենք, ասենց ասեմ, պատերազմը Իրանի եւ նրա պրոքսի երկրների հետ նույն հարթության վրա են, ինչ որ Հայաստանի եւ Թուրքիա-Ադրբեջանի, ասենք, հարթությունը։ Կարող են պրոտոկոլային ձևերով ինչ որ պայմանավորվածություն ձեռք բերեն, հա, պրոտոկոլային ձևով ինչ որ բաներ ստորագրեն, բայց դա դարերով եկած ազգերի մեջ նստած թշնամությունը չի կարող վերացնել։ Չի վերանում, չի, փաստացի մենք տեսանք տարբեր տարբերակներով հակամարտությունը սառեցնելով չի վերանում, թեժ բնույթի բերել չի վերանում, ոչ մի ձևի չի վերանում։ Ուղղակի ի տարբերություն Հայաստանի, ես ինչու եմ Հայաստանի անունը հաճախ տալի, ինչ հարցեր տալ, ես պետք է Հայաստանի անունը տամ, որովհետև ես առաջի հերթին մտահոգված եմ Հայաստանի այս ամբողջ process-ների մեջ Հայաստանի դերի եւ Հայաստանի գլխին գալիք փորձանքների կամ մեր շահեկան դիրք ընդունելու մասին եմ ես մտածում, թե ինչ պետք է արվի։ Եվ մենք տեսնում ենք, որ այս ամբողջ process-ի մեջ արդեն ներգրավվում է նաև Թուրքիան։ Այսինքն Իսրայելը իրանական հակամարտության մեջ նա բացում է երրորդ ֆրոնտ եւ այստեղ Հեզբոլայի թեմայից մենք սահուն կարող ենք անցնել Գազայի, ասենք, հատվածի այդ ձգտված հարցին։ Տեսեք, Թուրքիան հայտարարում է, որ ինքը պետք է զորք մտցնի Գազայի հատված։ Ինչ բանով, միայն նրա համար, որ ժամանակին այդ տարածաշրջանը, ինչպես նաև Երուսաղեմը եղել են, ասենք, Օսմանյան կայսրության մաս, ու վերջ։ Չէ, այդ մարդը տենց ասում է, այսինքն իրադարձությունը սրացնում է։ Տեսեք, մի process ուրեմն Իսրայելի հակամարտությունը Իրանում, մոլաների ռեժիմի դեմ, հա, որ ուղղակի հայտարարել են, որ գիտեք ինչ կա, նման ոչ թե միայն պետություն, այսինքն պետություն Իսրայել, այլ առհասարակ հրյա չպետք է գոյություն ունենա, չէ՞, այդ մոլաները տենց են մտածում, տենց են ուզում, այլ նույն ուղիղ այն ձևի, ոնց որ ժամանակին Աթաթյուրքը եւ Լենինը ասում էին, Հայաստան չպետք է լինի, առհասարակ հայ չպետք է լինի։ Սա բառից բուն իմաստով ցեղասպանություն է, եթե Իրանը այդ իր հայտարարություն անելուց հետո դեռ չի հասել այդ իր արդյունքին, ապա 1915 թվականին մարդիկ հայտարարությունը առանց անելու հասան իրանց նպատակին, այսինքն Արևմտյան Հայաստանում հայ չթողեցին։ Եվ մազապուր ցեղած, ասենք, Արևելյան Հայաստանում ուղղակի հայերը, ասենք, որպես բիոլոգիական տեսակ մնացին, բայց իրանց հոգեբանությունը շեղված, բոլշևիկյան, ասենք, լվացարանի մեջով անցած, ուղեղները լվացած, գովացանքում էին ռուսներին, թուրքերը մեր եղբայրներն են, արդեն բոլշևիկ են, նրանք արդեն ուրիշ թուրք են, ռուսներն են մեր փրկիչներն են։ Այնինչ ցեղասպանությունը իրականացրել են ռուսները թուրքերի հետ միասին, ինչպես որ այս վերջի Արցախյան պատերազմը։ Այո, ինչպես որ Շոյգուն։ Այո։ Այո, ինչպես որ Շոյգուն։ Ես ինչի եմ հաճախ, ասենք, Իսրայելի
դիրքերից խոսալու փոխարեն պատտասնում բերում նորից հայկական հարցի, որpիսի մենք բոլորս զգանք, տեսնենք, թե ինչքան Իսրայելը եւ Հայաստանը իրանց ճակատագրերով մոտ են։ Ես միշտ ասել եմ, ես մի քանի հաղորդումների ընթացքում կամ իմ գրությունների մեջ Facebook-յան էջերում ես ասել եմ, որ մենք քաղաքակրթական դաշնակիցներ ենք, անկախ նրանից, որ մենք դարերով դաշնակցային ոչ մի կապ չենք ունեցել, բայց բնությունից տված մենք դաշնակիցներն ենք։ Կարծես թե ի՞նչն է մեզ միավորում։ Տարբեր կրոնի ենք, տարբեր, ասենք, տարածաշրջանի տարբեր հատվածներում ենք բնակվում, այսինքն աշխարհագրական դիրքերով, որ անգամ չենք շփվում, ի՞նչն է մեզ կապում։ Այն մեզ հենց այդ է կապում, որ մենք մոլորակի ամենահին ազգերից մեկն ենք, երկուսն ենք։ Եվ կապել ենք ունեցել հազարավոր տարիներ, այո, եւ կապել ենք ունեցել հազարավոր տարիներ միասին, եւ նաեւ կներեք սահուն, քանի որ ժամանակի հետ կապված մի փոքր սղություն ունենք, ուզում եմ միասին հիմա անդրադառնանք Իրանի հարցին ու միանգամից նորից կապենք Հայաստանի հետ, Հայաստանի կառավարության ես այն տեսակետին եմ, որ մոլայական ռեժիմը պետքա վերանա։ Թե ինչ ճանապարհով, ոնց, եւ փառք Աստծո, որ այսօր ամերիկյան կառավարությունը ձեռնամուխ է եղել այդ իշխանությանը վերացնել։ Հիմա մոլորակը կիսվել է երկու մասի։ Եթե որոշ մարդիկ կան, որ ինչ որ կապույտ երազների մեջ են, կամ վարդագույն երազների մեջ են, չգիտեմ, ասում են, որ այսպես լի սենս կլինի, չէ, եղբայրներ, ոչ մի բան չի լինի։ Սա արդեն չարիքը սպիտակն ու սևը բախվել են իրար, կամ են, կամ էլ են։ Երկուսից մեկը։ Ես հիմա գիծը կքաշեմ, դուք կտեսնեք, այսինքն այդ գծի որ կողմն է ուզում լինի հայ ժողովուրդը հասարակ որպես ժողովուրդ, այսինքն գիտեք ինչ կա, եթե վաղը գիծը քաշվի եւ մեր ազգաբնակչության հայերի մի մասը մնան Իրանի կողմը, մյուս մասը Չինաստանի, Ռուսաստանի, մյուս մասը Ամերիկա, Իսրայել կամ Ֆրանսիա, ինքնաբերաբար տարբեր բևեռներում է հայտնվում, բայց ազգովի մենք ինչ ենք ուզում, ինչ ուղղություն ենք ուզում, որ Հայաստան, մայր Հայաստանը որտեղ հայտնվի։ Եվ ժամանակին ես ասեմ, մենք ստեղծում ենք, ես մեծ դերակատարություն եմ ունեցել հայրենիք սփյուռք համագործակցությունը համակարգող կոմիտեի անդամ եմ եղել, եւ լուրջ դերակատարություն մենք ծրագրեր ունեինք, եւ մեր պնդմամբ է, որ Սփյուռքի նախարարությունը Հայաստանում ստեղծված, նպատակ ունենալով, որ կամաց դա պետք է ասենք բերի նրան, որ երկրորդ պալատը ստեղծվի, որտեղ ընդգրկված լինեն, եթե ոչ օրենքի ուժ ունեցող, ապա խորհրդատվական ուժ ունեցող, ասենք, մի պարլամենտ, հա, սփյուռքահայերի, որ համամասնությամբ պետք է այդտեղ ներկայացված լինեին։ Դա արդեն այլ հարց է։ Հիմա ինչ վերաբերում է Իրանին։ Տեսեք, ովքեր են այդ ակումբի անդամները։ Սկսեմ ամենահայտուն երևացող, հա, այդ ակումբի անդամներից, Հյուսիսային Կորեա։ Մենք ուզում ենք Հյուսիսային Կորեայի հետ միասին նույն արժեքային համակարգի մեջ լինենք, հայերս, ուզում ենք թե չէ։ Մենք ուզում ենք Չինաստանի հետ լինենք։ Մենք մենակ չխառնենք, գիտեք, այ Չինաստանը տնտեսական չէ, տնտեսական մասին չի խոսքը։ Տեսեք, Իրանում կատարված այս 20,000-ից ավել մարդասպանությունը փողոցներում անզեն մարդկանց, դա եկել է չինական պրոյեկտից։ Այն ժամանակ, որ Canyon Miնում դրեց Չինաստանը գնդակարեցին այդքան ժողովուրդը, նույն բանն է։ Այսինքն ոճը տեսեք, նույն բանն է։ Դե որը տենց է, բա Տրամպը ինչի Ամերիկայում է, միլիոն ու պես մարդիկ էին հելե փողոցով քայլում, թող դներ գնդակար էր։ Այսինքն մենք ասում ենք, թե որ արժե համակարգի մեջ ենք ուզում մնանք։ Հյուսիսային Կորեա, Չինաստան, Իրան, Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա, Բելարուս, Վենեսուելա, Էկվադոր, որը Պարոն Սարուխանյան, փաստորեն ասացիք, որ դուք տեսնում եք Հայաստանը արևմտյան արժե համակարգի մեջ եւ իրականում արևմտյան արժե համակարգում էլ ամեն ինչ հստակ ու լավ չէ, բայց ամենայն դեպս մենք լինելով հին քաղաքակրթություն, հին ժողովուրդ եւ կարելի ասել այդ քաղաքակրթության նաեւ մի մասնիկ է արևմտյան քաղաքակրթության, պետք է մեզ տեսնել իհարկե հենց այս ծիրում, արևմտյան ծիրում ու մեր տեսլականը հենց այստեղ է։ Եվ խնդիրն այն է, որ ասենք Հայաստանում ցավոք սրտի այնպիսի
պրոպագանդա է տարվում, գիտեք, ինչպիսի լրատվամիջոցներ ունեն, ինչ հնարավորություններ ունեն։ Այդ տեսեք, վերջերս Հայաստանի կառավարությունը նաև խոսում է Իրանի հետ, այս ներկայիս այաթոլլաների ռեժիմի հետ նոր ռազմական համագործակցության պայմանագիր կնքելու մասին էր խոսում, չէ՞, հիշում եք, հունվարի սկզբին Իրանի նախագահի տեղակալներ կարծեմ եկել, եթե չեմ սխալվում, Հայաստան, այս մասին են հայերը խոսում, մեր կառավարությունը։ Իմ կարծիքով սա չափազանց սխալ է, մեր համար դեմոկրատական, ավելի ազատ, թեկուզ շահական Իրանը շատ ավելի լավ դաշնակից կարող է լինել, քան ներկայիս այս իսլամական ռեժիմը, որը Իսրայելի համար իրոք եւ ոչ տարածաշրջանի համար իրոք պատուհաս էր դարձել եւ բարեբախտաբար կամաց-կամաց տարածաշրջանը ձերբազատվում է։ Վերջին երկու այս տեղերն են, կետերն են մնացել, մեկը Հեզբոլլահն է, մյուսը հութիներն են, որոնց հարցն էլ իմ կարծիքով շուտով կլուծվի։ Հիմա վերադառնանք մեր հարցին, այ Իրանի հետ կապված։ Ինչ կանխատեսումներ ունեք։ Իսրայելում տարբեր թվեր են խոսում։ Մի պահ եղավ, որ ասենք ասում են, որ հիմա ուր է պետք է հարվածեն եւ կար նման հրահանգ արդեն, բայց քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճուներ բավականին ներկայացուցչական, այսպես ռազմական կազմ տարածաշրջանում եւ ավիակիրները տեղ չեն ասել, միայն օդանավերի միջոցով իհարկե հարվածներ հնարավոր չէ հասցնել, որովհետեւ ոչ տարածաշրջանի օդը պետք է հասցնեն փակել եւ այսօր Լինքոլնն է հասել այստեղ, գիտեք, ամեն ավիակիր էլ իր հետ իրև հածանավեր եւ սուզանավեր 6 նավել իր կողքը ունի, չեմ խոսում։ Մի խոսքով Իսրայելը ունի մոտ 400 օդանավել ամերիկացիներն են բերել իրենց տարածաշրջանային ուժերով եւ հիմա Իսրայելում որոշ վերլուծաբաններ հրեա ասում են մինչեւ հունվարի վերջ իրականացվելիք ռազմական գործողությունների մասին, այնպիսի տպավորություն է, որ արդեն միսը ապախտել են, ասենք դրել են, ջուրը ամբողջությամբ ներծծվել է, սոխը քաշել է իր ջանը, որ ժողովրդի լեզվով ասած, սպասում են, որ կրակի վրա տնեն, այլ դուք ինչ կարծիք եք։ Հիմա տեսեք, եթե իսրայելական վերլուծաբանները ասում են, թե մինչև հունվարի վերջ ինչ-որ հարձակում կլինի, այն մեկն ասում է, չէ, ժամեր է մնացել, այն մեկն ասում է, չէ, կարող է 2 ամիս, ասենք ասենք, թարախակույտը Իրանում, մոլայական ռեժիմը իր գործնեությամբ արդեն հասունացել է եւ դա տրաքելու է։ Իսկ ուզեի այս հարցին անդրադառնալ էլ ավելի խորքային վերլուծություններով, մենք անում կռիվ ենք տալի, այսինքն ազատական փոքր մասը, որ անհապաղ շուտապույտ մենք պետք է ձերբազատվենք ռուսական գործակալական ցանցի ազդեցությունից եւ դուրս գանք ռուսական, ասենք բռնատիրական, ռաշիստական ծիրից, որպես ֆորպոստ։ Մեզ ասում են, ախպերս ինչ ես ասում, Ռուսաստանը չլի մենք կորած ենք, միակ ասենք մեր երաշխավորը, մենք տեսանք երաշխավորը ինչ արեց Արցախում։ Մենք հայտնվել ենք հենց լոկ Ռուսաստանի բան, այլ մենք հայտնվել ենք Ռուսաստանի միջոցով այդ բռնատիրական ռեժիմի ակումբի մեջ։ Դուք հլը տեսեք, արևմտամետ Նիկոլը գնում է Շանխայյան համագործակցություն, դա ըստ էության ՆԱՏՕ-ին հակառակ այլ ուժ է Չինաստանը ստեղծում, որտեղ կանչում է, ասենք, իր կողմնակիցներին։ Հայաստանը կամ Ադրբեջանը չկան իրանցով այդ անակշռը, որ անձամբ Սինձինպինը կանչի իրաց, ասի ախպերներ դուք եք եկել մեր ակումբ։ Դուք պատկերացրեք ինչքան ցածրություն, որ Պուտինին ասում է ինչքան կողքիցը տեն ունես շոբլա, չէ, լակոտներ, հետը բեր։ Նայ ում է տարել հետը։ Ինչքան Լուկաշենկո, բան, Ալիև եւ մեր Փաշինյանն։ Արա ինչ գործում ես դու։ Կտրուկ դիր քայլը տարա, ընդ որում դու միայնակ չես, ընդ որում քանի անգամ եկան էլ Ամերիկայի հատուկ բանագնաց եկավ Հայաստան, էլ Նենսի Փելոսին, էլ ինչ մարդ է, էլ ինչ ձևի ասես, այս մարդուն բացատրեցին, ասին եղբայր ջան, դու միայն թե քո կողմնորոշումը վերցրա ուղղությունը դեպի արևմուտք, մենք ամեն ինչ անենք, ուրեմն ինքը արերևույթ ցույց է տալի, որ իբր արևմտամետ է, որովհետև ինչի իբր, որովհետև ինքը հանձնարարություն ուներ, խաղալ արևմտամետ,
բայց ոչ մի ռեալ քայլ դեպի արևմուտքը չարեց։ Եվ հենց դրա պատճառով մենք կորցրեցինք Արցախը, որտեղ ասում չէ, մերը ռուսն է։ Չէ, ռուսը խոսա ինքը անիշ խաղապարի մանդատը տալիս է ՄԱԿ-ը։ Ոչ, մերը ռուսը տեսար ինչ արեց։ Բլոկադան արեց, 9 ամսից ավել մոտ մի տարի մարդկանց սոված, ծարավ թողեց, վերջում էլ հանձնեց թուրքերին, վերջում էլ ղեկավարներին վեկալեց, հանձնեց Բաքվի Բերդը։ Նույնն էլ Հայաստանի հետ ալինելու։ Հիմա մենք փաստի առաջ ենք կայնը, հասկանում եք։ Հիմա խփելու են, Իրանին խփելու են։ Ես սենց ասեմ, մեր կազմակերպությունը ժամանակին հիմա այս վերջի շրջանում ոչ, որովհետև հավանաբար Ռեզեփ Փահլևին շատ զբաղված է կամ բան, այսինքն մի երկու նամակի չպատասխանեց, առհասարակ ոնց որ անհասանելի է իրաց էջերը կամ իրատավյալներ չեն կարող կապնվենք։ Հավանաբար իրան հատուկ հսկողության տակ են պահում։ Ժամանակին երբ որ մենք նամակագրական կապ ունենք, մենք հենց այն ժամանակ ասում ենք, որ մենք եթե հարազատ եղբայրներ չենք, հայերը եւ պարսիկները, ապա հորոխորդ տղաներ ենք հաստատ։ Եվ քաղաքակրթական առումով մենք պարսիկները, հрьяաները, հնագույն ազգերը, որ ժամանակին գուցե եւ իրար մեջ պատերազմել են, օրինակ ես տեղեկություն չունեմ, որ կոնկրետ Իսրայելի հետ Հայաստանի շուտ պատերազմած լինի։ Անգամ Տիգրան Մեծիորոկ առանց պատերազմի է, այսինքն այդ տարածքը Իսրայելի տարածքը Չէ, պատերազմը չեն ունեցել, չեն պատերազմել։ Չեն ունեցել։ Այսինքն, բայց չգիտես ինչու Հայաստանում մի այնպիսի ռոպագանդա է այդու, որ թիվ մեր թշնամին Իսրայելն է։ Արա ինչի՞ մար։ Մեկը ես ասում եմ, Տորայում 4, 5, 6, 10,000 տարի առաջ գրված է ինչ-որ բան։ Արա այ հորդ ասում երնեն։ Մի շաբաթ առաջ ռուսը բան գրեց Ադրբեջանի հետ, որ մենք աղբերներ ենք, Արցախը հանձնեց Իրան, ինքը թշնամի չի։ Ես դու այդ որորվանես, դու սկի քո աստվածաշնչին դու զգունի չես հավատում, ինչ մնաց Տորային ես հավատում։ Ուզում եմ ասեմ, այսպիսի կեղծ արժի համակարգեր ստեղծելով մեր ժողովրդի մեջ ցավոք սրտի եմ ասում, շատ ցավոք սրտի, մեր ազգի մեջ կան շատ լավ բժիշկներ, ֆիզիկոսներ, քիմիկոսներ, ճարտարապետներ, բայց քաղաքականապես մանկիկ ազգ ենք։ Դրա բացատրություններ կա։ Գուցե հարյուրավոր տարիներ, 5-600 տարի մենք սեփական պետականություն չունենալու պարագայում են ասացվածքը մտցրին եղունգ ունես գլուխդ քորի, այդ ասացվածքի ներքո շարունակում ենք իներցիայով ապրել, հələ չենք գիտակցել, որ արդեն պետության տեր ենք։ Խնդիրը սրա մեջ է։ Մի անգամ մի լրագրող ինձ հարցրեց, որ իշխանության գաք ինչ կանեք։ Ասում եմ, մկրատը կվերցնեն, բոլոր այդ եղունգները կկտրեն, որ իրաց գլուխները էլ չքորեն։ Որ ուղեղներին զոր տան, մի հատ ցնցուղ սարքեն, մտնեն լողանան, էլ խոսոտ թլեն այդքան, որ հա գլուխ են կորում։ Հերիք չի արա։ Այսինքն, կան այսպիսի, ախր այնքան սուղա ժամանակ, այնքան բան կա ասելու մեր ազգին, գուցե նաև դաստիարակչական, գուցե նաև արժի համակարգային, գուցե նաև տարբեր ռազմական ժամանակը չէ, դրա համար թեմայից թեմայում թռնում, որպեսզի այո, ուզում եմ պարոն Սարուխանյան, Իրանի հետ կապված, ասենք մարտավարարներ Իրանը վաղ թե ուշ տապալվելու է եւ անդրադառնամ Ռեզեփ Փահլավիի նամակներին։ Երբ որ մի քանի հարցադրում արեցինք ինձ, նա գրեց, նա պատասխանեց, ասեց ձեր բոլոր հարցերին ես կպատասխանեմ այս նկարով ու ուղարկեց մի նկար։ Ինչ էր այդ նկարի մեջ։ Ուրեմն կանացի սուր կրունկով կոշիկ, որ այդ կրունկով տակել էր Ղուրանը։ Ասեց, սա է իմ պատասխանը դեր բոլոր հարցերին։ Իրանի ապագան սա է։ Այսինքն, ես հասկացա, որ այդ մարդը մոլայական այդ արժանապատվային ռեժիմին դեմ է։ Նա ուզում է ազատագրի իր ժողովրդին, թե ինչպես պետք է անել։ Իհարկե նա ոչ Տորքանգերն է, ոչ Սասունցի Դավիթը։ Գիտեք, որ միայնակ դա անի։ Հիմա մեր ազգի մեջ էլ այդպիսի մի բան կա, գիտեք, բոլորը ասում են, այ որ դու ո՞նց ես անելու, դե արա, այդքան տեղ չի։ Ազգը ինքը պետք է ցանկանա։ Այ ոնց որ մենք տեսանք, որ Իրանում ազգը ցանկանում է։ Եվ բացի դրանից, նաև պետք է համապատասխան միջավայր ստեղծվի, որտեղ ասենք աշխարհի ուժեղները ուզենան օգնեն քեզ։ Հիմա Ռեզեփ Փահլավին հավանաբար Ամերիկայում բնակվելով ինքը կատարել է այդ աշխատանքը, որ ամերիկացիք ուզում են,
Բացի դրանից նաև աշխարհաքաղաքական այլ հարցեր կա, հա, բռնացրել է պահը եւ ուզում ազատագրի իր ժողովրդին։ Բայց մենք ինչ ենք արել։ 35 տարվա ընթացքում մեր իշխանությունները բոլոր Լևոն, Ռոբերտ, Սերժ, Նիկոլ ինչ են արել, որ որպես ազատ անկախ, ասենք ասենք, հանրապետություն, պետություն, դու ինչ-որ քո անվտանգային խնդիրները լուծես, ոչ մի բան։ Ընդամենը դու կոչվել ես անկախ հանրապետություն, բայց իրականում դու շարունակել ես մնալ նույն Ռուսաստանի սովետական, սոցիալիստական հանրապետությունը, այսինքն Կրեմլից ինչ հրանք ուղիղ իշտվել, ուղիղ կատարում են։ Ուղիղ կատարում են, ոչ աջ, ոչ ձախ։ Հիմա նայեք, անես բաների կողմ են քվեարկի, կամ անես բաների դեմ են քվեարկի, մակում, ես անգամ ամաչում եմ այդ որոշումների համար, բայց գիտեք ինչ է դարձի, միայն թե Ռուսաստանի կողմը լինի։ Իր սեփական շահերը դրած մեկով բոլոր իշխանավորները։ Հիմա սուտ պայքար է ստեղծել Հայաստանում, Ռոբերտը թե Նիկոլը, Սերժը թե Նիկոլը, Վեհափարը թե Նիկոլը, ուրեմն մարդկանց շեղում են ինչ-որ դերասանական կապիկություններով։ Այնինչ բոլորը դու անունները տվեցի, բոլորն էլ տոդ Ռոբերտը բանն էլ, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ։ Գործակալական ցանցի, ռուսական գործակալական ցանցի ագենտներ են։ Շատ հստակ այսօր Նիկոլ Փաշինյանը շատ հստակ իր դերը կատարեց։ Իր դերը կատարեց։ Ասելով թե իբր նա արևմտամետ է, բայց բերեց հաստրեց Հայաստանը այն վիճակի, որ հիմա տուպիկի մեջ է։ Պարոն Սարոխանյան, եկեք դուք պատկերացեք, դաշինք ստեղծում Իսրայել, Կիպրոս, Հունաստան, ընդդեմում թիվ 1 կարծես թե քեզ ցեղասպանություն արած ազգի դեմ Թուրքիայի դեմ, դու լռում ես։ Ընդհակառակը շարունակում ես ողորմություն խնդրել, որ շնորհակալություն պարոն Ալիև, որ ուզում ես, հələ չես ստորագրել, ուզում ես գնաց խաղաղության, այդ քեզ բան։ Պարոն Սարոխանյան, Այդ հավատանը մոլորակի հզորագույն պետությունը եկե մտել է քթի տակ, Իրանին խփում է, արա դիրքորոշումը հայտնի թող այդ ավիոկի բերելու փոխարեն քո օդանավերը բերել Հայաստան մտցնել։ Երբ է տանջում ավիակիր բերում։ Այդ Իսրայելը Ախմեջան շատ հստակ առաջարկեց Հայաստանին։ Ասեց այդ անօթաչու սարքերը բերեն, թե հրաժարվեցին։ Ասեն չէ։ Ռուսական իշխանության տակ էին, պարոն Սարոխանյան, ես 23 տարի Իսրայելից անընդհատ Հիմա էլ ռուսական իշխանության տակ։ Հիմա էլ ռուսական իշխանության տակ։ Այս պահին ռուսական իշխանության տակ է։ Եթե ռուսական իշխանության տակ չլինեն, հայա ողերին թշնամիները ում պատճառով, ասենք ասենք, ում թեմայով, որ հեղափոխություն կատարեց, ազատ ֆրֆռն է։ Այդպես բան տեսել եք։ Պարոն Սարոխանյան, միացել Լենինը արեց, դրեց գնդակար է։ Չենք ասում հավաքարի Լենինին, բայց դի դատի արա։ Մի այսպես հարց տեսամ։ Քաղաքական գնահատական անգամ չի տվել։ Պարոն Սարոխանյան, եկեք վերադառնանք Իրանի թեմային։ Հիմա ենթադրում ենք, որ հավանական հարձակումը կլինի, պատերազմը կսկսվի, Իրանն էլ ցավոք սրտի ինքնաթիռներով կարծեմ 12 ինքնաթիռ արդեն զենք է ստացել, տարբեր տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր Չինաստանից, չինական հրթիռներ եւ այլն եւ այլն։ Առաջի օրերին Ռուսաստանն էլ ուղարկում։ Այո, հիմա ավելի շատ Չինաստանից է ստանում։ Որպեսզի ժողովրդին գնդակարեն։ Հիմա հարցը հետևյալն է, այ հարձակման ժամանակ Իրանի հայկական համայնքը, փախստականները, արդյոք Հայաստանը պատրաստ է Իրանից փախստականներին ընդունելու այս իր շատ սահմանափակ հնարավորություններով, արդյոք ընդունելու ենք, թե չենք ընդունելու, կա արդյոք ծրագիր, կա արդյոք պլան A, պլան B, պլան C, չգիտեմ, ասենք, ինչ եք մտածում, ինչ է լինելու։ Ես ասեմ դες, ինչ էի մտածում ու հիմա էլ եմ ինչ մտածում։ Օր առաջ, ժամ առաջ, վարկյան առաջ այդ գործողություն կան, բայց չեն անում։ Հիմա նայեք, մեր կազմակերպությունը ասում լավ, ջանդամ, մեր ծրագրերին չեք նայում, թե մեր վեկտորը զարգացման ու մեծ պետքա ուժեղացնենք ու մեծ թույլատնենք, ռուսական զորքերը հանենք շպրտենք Հայաստանից, նատոյական զորքեր բերենք, սկանդինավական զորքերը բերենք Արցախի շուրջը, հիմա Արցախը կլներ Հայաստանի կազմում։
Չեք լսել, բայց լավ, հիմա եկավ հասունացավ արդեն այս պահը, արդեն ուշ է այդ դրա մասին մտածել։ Հիմա ուրիշ բան ենք ասում։ Ասում ենք եկեք գոնե ժամանակ չկորցնենք, սկսենք քաղաք պաշտպանության հարցերով զբաղվել։ Դա ի՞նչ է։ Ասում հիմա պատկերացրեք Երևանը ռմբակոծում են։ Ուր եք գնալու։ Ես օրինակներ բերում եմ, ասում տեսեք Իսրայելը, Տել Ավիվը, այդ կան հազարավոր ռումբեր են գան 20 քանի հոգի մարդ զոհավ ընդամենը։ Ճիշտ ամեն զոհն էլ թիվ է, ասենք ցավա, թիվ է, ասենք, բայց տեսեք հազարավոր անգամ 1000 հոգի չի մահացել, որ մի ռումբից մի մարդ մահանում։ Չէ, որովհետև տագնապը տալիս են մարդիկ այդ թաքստոսները 7 րոպե առաջ են տագնապը տալիս, պարոն Սարուխանյան, 7 րոպե առաջ տագնապ են տալիս։ Դուք այդտեղ եք ապրում, դուք ավելի մանրամասն գիտեք։ Ես օրինակները բերելով ասում եմ գոնե դրա կեսի չափ անվտանգությունը ապահովենք։ Եկեք մտեք այդ որ ժամանակին վաճառել են պատվալները, հա, շենքերի, որ մարդիկ որ սկսված չգիտեն ուր են դրան։ Չգիտեն, չկա տեղ է տալու։ Անգամ այդ պատվալները որ հիմա արգրավեն, ասենք, դա ապաշտարան չի։ Նա նախատեսված չի, ասենք, ռմբակոծությունից թաքցնելու։ Ընդ կարող ավելի վտանգավոր լինի, քան այդ սենյակի։ Վերջերս ես ինչ եմ ուզում ասել։ Այո։ Ոչ մի արձագանք, այսինքն անգամ դրան չէին պատվի։ Այսինքն սրանք ամեն ինչով նպաստում են ռուս, թուրքական չգրված այդպես ներքին պայմանավորվածությունը հայ ժողովրդից վերջը տալու։ Ասում դու այդքան վստահ ես թուրքերը, ռուսները կամ ազերիները չեն ռմբակոծելու։ Չկարող է լինել, դե որ կարող է, ինչ ես անում, ոչ մի բան։ Ես այդ հիմա ինչին է, նա քաղաքացուն պաշտպանելու ի վիճակի չի։ Ի վիճակի չի, դուք հասկացաք, ինչ մնաց իրանահայերին, հա, դու չես կարող ասենք տարբերություն դնես, այսի հայը թողում են, եթե եկավ իրանական ազնագրով է գալու, դու որպես Իրանի քաղաքացի ընդունելու ես, թե չէ։ Դու չես կարող խտրականություն անես, ասես հայերին ընդունում եմ, ոչ հայերին չեմ ընդունում։ Չկա տենց բան, այսինքն դու գլխատ ասես խտրականության համար դու նե ոտնատակ կեցած։ Ես չգիտեմ, եթե դա լիներ, ասենք, եվրոպական երկիր, եթե մենք լինեինք եվրոպական միության անդամ, մեզ իսկապես թե գումարը կտային, թե ապաստարանները կտային, թե Իրանից փախստականներին տեղավորելու խնդիրներով կզբաղվեին, թե իրանց սնունդը ամեն ինչի մասին կմտածեին, որտեղ դու քաղաքակիրթ աշխարհի մաս էիր կազմելու, բայց դու հիմա ոչ մի բան ես, Ռուսաստանի ստրուկն ես, Ռուսաստանի գոտու մեջ մտած ինչ որ անկապ նա տերիտորիա ես, ու քաղաքացիներով չի լցված այդ տերիտորիան, այլ բնակիչներով ուղղակի։ Դու չունես ոչ մի իրավունքներ, դու չունես ոչ մի երաշխիքներ, ոչ դաշնակիցների կողմից, ոչ մի չունես։ Այդ մարդը սկի իր պետության քաղաքացիներին չի խնայում, հա, Ռուսաստանը։ Այդ հազարավորներով օրական մահանում են Դոնբասում ու բանում, Ղրիմում։ Քո մասին պետք է մտածի։ Հենա լավ այլի ձեռնետել դու վարի կետես կպրծնես։ Իսկապես շատ ահավոր է վիճակը։ Ես սրա մասին մենք ասում ենք ժամանակին, որ այո, սենց կարա լինի, նա եկել է հասել է դա։ Լավ, կներեք մի հատ ուրիշ հարց տամ ձեզ, պարոն Սարուխանյան։ Գիտեք, Իսրայելի արտգործնախարարությունը եւ նախարարության պատվիրակությունը Գիդեոն Սարի նախարարի գլխավորությամբ Ադրբեջանում էր նոր են վերադարձել Իսրայել։ Այո, Բաքվում հանդիպումներ, մի շարք հայտարարություններ եղան, ողջունեցին հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը եւ հասկացրեցին, որ Ադրբեջանը այլևս ճիշտ է, ասեցին զենքով էլ կհամագործակցենք, տեխնոլոգիաներ կտանք, գյուղատնտեսության, զբոսաշրջության, օրական կտրվածքով, եթե չեմ սխալվում, 3 ինքնաթիռ Բաքու Թել Ավիվ է թռչում, 60,000 ամսական մոտավորապես կարծեմ 60,000 թիվն էին ասում, որոշակի ժամանակային հատվածում, թե ինչքան մարդ է այցելում զբոսաշրջիկ, ասենք, Բաքու, մեր մոտ ասենք, երբ որ նայում ես չվացուցակներ օդանավակայան, Բաքու Թել Ավիվ շատ հաճախակի են թռչում, ի տարբերություն Հայաստանի, բայց բարեբախտաբար 2 հատ չվերթ մենք էլ ունենք, ուղիղ 1 ժամ 40 րոպե, երբեմն մեր քաղաքից Թել Ավիվ
12 կիլոմետրը 1 ժամ 40 րոպեում եմ հասնում, ասում Երանի չէ ինքնաթիռի մեջ լինեի, Թել Ավիվից Երևան 1 ժամ 40 րոպեվա հասնեի, այսքան 12 կիլոմետրը չկտրեի անցնեի, եւ ինչն էր հետաքրքիր, Իսրայելի կառավարությունը այժմ չի դիտարկում Ադրբեջանին որպես միջնորդ Թուրքիայի հետ հարաբերությունում, դուք ձեր խոսքում նշեցիք, ասենք Կիպրոս-Հունաստան ռազմական համագործակցության մասին, եւ ցավոք սրտի Հայաստանը ես չեմ տեսնում որևէ շանս չունի այստեղ մտնելու, իհարկե սիրով կընդունեն, բայց Հայաստանի հիմա սահման բացելու հետ է զբաղված, խաղաղության խաչմերուկներով են զբաղված, այսինքն Հայաստանը հիմա Արևմտակ հազար ներողություն ընդհատեմ, արևմտամետ Նիկոլը ամեն ինչ արեց, որ բերի հագեցնի Հայաստանի այս վիճակի։ Սա է։ Այսինքն հարցս հետեւյալն է, բայց իրականում այս այսինքն այս Հաջիևի այդ հանդիպումը եւ նաեւ այս իսրայելյան մեսիջները, որ Թուրքիայի միջև Իսրայելը այլևս չի տեսնում Ադրբեջանին որպես միջնորդ, ու ինչպես տեսնում եք, Ադրբեջանն արդեն դարձել է 10-րդ թե 12-րդ ռազմական համագործակցության ուրեմն ոլորտում երկիրը Իսրայելի հետ, որովհետև Գերմանիան կնքելու է մոտ 10 միլիարդ եվրոյի պայմանագիր Իսրայելի հետ խեց 3 հակաօդային պաշտպանության համակարգերի, այսինքն անցյալ տարի 14 միլիարդ 800 միլիոն ԱՄՆ դոլարի զենքի պայմանագրերի այրուծի բաժինը եվրոպացիներին էր, իսկ Ադրբեջանն արդեն զենքի վաճառքի պահով շատ երկրորդական, երրորդական, չասեմ երկրորդական, երրորդական արդեն պետություն է դարել, այսինքն այս ընթացքում ինչ որ տվեցին, որպիսի մոլանեի դեմ պրազդարմ սարքեն փաստորեն Ադրբեջանը, այ հարցս հետեւյալն է, դուք ինչպես եք տեսնում, ասենք Ադրբեջանը հրեական հետագա համագործակցությունը եւ հայ-հրեական հետագա համագործակցությունը հարաբերությունների ջերմացումը։ Իսրայելը ձեռք է կարծես թե մեկնում, սակայն այդ ձեռքը օդի մեջ է մնացել միջև։ Շատ լավ հարց է, շատ լավ հարց է։ Հիմա տեսեք, Իսրայելին իհարկե ձեռք կտար, որ ասենք այս տարածաշրջանում Իրանի դեմ իր պլացդարմը լիներ Հայաստանը։ Դրա համար սկզբից ինքը Հայաստանին էր առաջարկել այդ անօթաչու սարքերը։ Հետո տեսավ, որ չէ, ստե լրիվ քյալեն, լրիվ ռուսական գրպանում են, ինչ-որ որոշում չկա, Ռուսաստանից էլ ասել են, չէ, հրաժարվի ու պրծ, հրաժարվավ։ Ինքը ստիպված է Իրանի դեմ քայլեր անում, ես գիտեք ինչքան էլ Իսրայելը զարգացած երկիր է եւ այսօրվա դրությամբ Մերձավոր Արևելքում ամենահզոր պետությունն է, զինված ուժերի, թեկուզ գոնե զինված ուժերի տեսանկյունից, ինչու՞ չէ նաեւ մնացած հարցերում, ամենահզոր պետությունն է։ Ինքը իրավունք ունի ինքը իրան պաշտպանելու։ Ինքը իր պլազդարմը որոշեց, ասենք, Ադրբեջանում բանանել, բայց սխալվեց։ Ինչքան էլ խելոք լինեն, հզոր լինեն, իրանք էլ ունեն սխալներ, հասկանում եք։ Իրանք տեսան, որ սխալվեցին, տեսան, որ ադրբեջանա-թուրքական այրան կանչը ավելի ուժեղ է, քան ասենք բանը։ Եվ Ադրբեջանի դեմ կայացնել պատրվակ արդեն ակնհայտ երևաց, որ նրանք 2-3, երբեմն 4 լարի վրա խաղացող են։ Եվ այդ 4 տարբեր լարերի վրա խաղալը մի օր սայթակելու են եւ ընկնելու են անդունդը։ Ես հաստատ եմ ասում։ Իսրայելի համար ինքը պրոտոկոլային ձևով ասել, ողջունում եմ հայ-ադրբեջանական, ասենք, այդ հաշտեցումը, հա, պրոտոկոլային կոչուկի ասել, վայ թեկեմ ձեր երեսի, ես ինչ արիք հաշտվակ։ Բայց դա պրոտոկոլ, բայց իրականում նա ընդգծեց, որ այլևս մենք ձեր համագործակցություն չունենք։ Նա չի կարող Ադրբեջանին ընդդեղում պատերազմ հայտարարել։ Նա ասեց, ընտրել ես քեզ Թուրքիան, դե գնա Թուրքիայի կողմը։ Քանի որ մենք ուզում ենք պլազդարմը անեն տեղա որ էլ պետք չի այդ պլազդարմը, որովհետև ավիակիրները մոտեցել են այդ պլազդարմը պետք չի։ Այսինքն այդ ամեն մի ավիակիրը մի հատ Ադրբեջանի չէ պլազդարմա։ Ես քեզ բարձ ասեմ, որովհետև իր բանով օդանավերով, իրանց հրթիռներով, իրանց ամեն ինչով։ Այդ քանի տարի պետքա դեպի Ադրբեջան տանեին զենք, որ այդքան զենք ունենան ինչքան որ մի հատ ավիակիրի վրա է։ Դրա համար արդեն Ադրբեջանը Իսրայելի համար ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում։ Եվ ես պարզ ասեմ, մոտեցող Իսրայելը թուրքական մոտեցող պատերազմը, եթե ինչ-որ բուրըն գործընթաց է տա, հաստատ իմացեք նա թարս չափալախել Ադրբեջանն է ուտել։
Եվ ես դրա համար եմ ասում, Նիկոլ Փաշինյանի եւ նախորդ իշխանությունների գործունեությունը, որոնք բոլորն էլ ծառայում էին ռուսական կայսրության նարատիվներին, բերեց հագեցրեց մեզ այն վիճակի, որ մեր տարածաշրջանում բուրըն գործունեությունը տավալվել, մենք ի վիճակի չենք ինքնուրույն ինչ-որ ազդել մեր ճակատագրի վրա։ Տեսեք, կարծես թե գոնե պետք է արտահայտել, մենք այսօր ի վիճակի չենք։ Ինչ-որ ընկել ես, ճանապարհ ես բացում, այո թե ոչ, ախպերություն թե չէ, այն Վիգենը նախագահ է, սա ջեբի նախագահ, դու ով ես սարը իմ փոխարեն, Ալիևից ներողություն ես խնդրում, շնորհակալություն ես հայտնում, արա, ով եք դու, ով է ձեր հետ իրավունքը տվել, պարտվել ես, լավ ես սար, արա, պարտված Հիտլերը դաժե որ ֆաշիստ էր, ներել, ֆաշիստ, ինք իրեն տղայություն արեց, ինք իրեն ջուլեց, արա դուք ով եք, արա, գնացեք ներեք, արա, մի բուր հող կերեք, ստատկեք, արա, դուք ով եք իմ փոխարեն, շնորհակալություն ես հայտնում, ով եք դու, ինչ շնորհակալության մասին է խոսքը, ում եք շնորհակալություն հայտնում, շնորհակալություն որ Արցախը քո քահան արեցի, արա 5000 տարվա պատմություն ունեցող արմատ է ծառը, որ մայր ծառը է, որ դրանից տարածում է ամբողջ մոլորակը, վերջանը քոքի թամի շպրտել է, ասում է շնորհակալություն, սրանք ստորստերիկաներ են, ինչ վերաբերվում է, ես նորից ասում եմ, մենք բնական քաղաքակրթային դաշնակից ենք հայերը եւ Իսրայելը եւ ունենալով Ամերիկայի նման հովանավորություն մենք այս տարածաշրջանը այդ երկու պետությունը կարող են լիաթոք պահել իրաց կոնտրոլի տակ թե իրաց գիտությունով թե իրաց բայց ցավոք սրտի Իսրայելը շատ զարգացած է ոչ թե դա ցավոք սրտի այդ ցավոք սրտի մենք ռուսական բռնատիրական ռեժիմների գրպանում ենք եւ մինչ օրս ի վիճակի չենք եղել որ ինքնուրույն ինչ-որ միտեղ բան արտահայտենք այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգները սովորություն ունի օֆիցիալ իշխանությունների հետ աշխատի իրանք մեր մասին շատ լավ գիտեն իրանք գիտեն որ Հայաստանում կա նման կազմակերպություն իրանք առանձին անհատ գործիչներին շատ լավ էլ ընդունում են ու ճանաչում են բայց ժամանակը չի ոչ էլ իրանք ոչերի մեջ է դա որ ինչ-որ ֆինանսավորեն կողքից բերեն իշխանության չի ասում են լավ Սա Նիկոլն է, հալարիս էլ արա, արիստը, գալիս է, իրանք շատ լավ գիտեն, որ KGB-ի ստրուկն է սա, շտունիկը, ասում են հելմետ արագ, 30 վարկան էլ չի ունեցե կարթը, հելմետ ես տրիպի ճանապարհ ստորագրի շուտարը, դուն էլ արա, ալի, ասում են քանի տարի ես նախագահ, նայ, 3 անգամ հարց տվեց, Ալիևին, են էլ ունես բան 23 բան, առաջի անգամը չջոգեց, երկրորդ անգամ որ հարց տվեց, ասում են հասկացավ, որ այս ինչ ասում Հասկացավ, որ արա այդ տղա, իմ նման տղեն 4 տարի բդի լինի, քո նման տականքը ինչ-որ 20 քանի, ունես հպարտությամբ էլ ասում ես, ասեց ես գլխարկը վեկար, վրեն 2026-ա վերած, այս գլխարկը դրես գլխին, ասեց ես շախը կտանես կտաս կնգատ, որ քո տեղակալն է յանեն, ուզեցավ հասկացնի, որ հերթով, բոլորին հերթով գալու հասնելին, այսօր կամ Ստևն է կրելու, նայտով է կրելու, Կիմ Չին Սին Ձինպին, Պուտին, Լուկաշենկո, Ալիև, Էրդողան, կամ դրանք են տիրելու աշխարհը, կամ մենք ասելով քաղաքակիրթ աշխարհը, ես այնուամենայնիվ, եթե պետությունը, մեր պետությունը, հայ պետությունը գերված է, ապա հայ ժողովրդին անհնար է գերել, անհնար է, մենք ազատ ազգ ենք, եւ այսօր Եվրոպայի, Ամերիկայի քաղաքակրթական աստիճանը որ կա, դրա զարգացման մեջ նաև մենք հայերս շատ մեծ դերակատարություն ենք ունեցել։ Թեկուզ սկսած մարդու իրավունքների մխիթար գորշի դատաստանագրքի մեջի հիմնական դրույթները քրիստոնեական աշխարհի իրավաբանության հիմքում են դրված։ Թեկուզ դրանով, թեկուզ գիտություններով, թեկուզ մշակութային արժեհամակարգով, այստեղ խնդիրը միայն հին լինելը չի, որ հնով վեգալս չինացիք կասեն, տո մենք էլ ենք, Վիետնամի հյուսիսում բնակվող այդ ցեղերն էլ ասում մենք ձեզանից ենք։ Լավ, պարոն Շարուխանյան, եկեք ամփոփենք հետևյալը։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Հայաստանը եւ Իսրայելը դառնան դաշնակիցներ։ Կամաց ցույց տանք մի ազգին, մյուս ազգի մոտ, այն ազգին էլ հայերի մոտ։ Ցույց տանք կամաց տենանք ու մենք մեկս մեկից կճանաչենք, տեսնենք որ
Ոչ թե վտանգ, այլ հակառակը մենք այնքան ընդհանուր բաներ ունենք։ Մենք շատ բաներ ունենք ընդհանուր։ Եվ մենք կարող Ամենահետաքրքիրը տվենք այս գիտեք որն է, սիտուացիայից։ պարոն Սարոխանյան, ընդհանուր, որ ասում եք ընդհանուր, հայերն ու հրեաները, մենք ունենք հայկական հիվանդություն, հրեաներն ունեն Երուսաղեմի Այո, հիվանդություն։ իդեպ ես ձեզ Նույնիսկ ասեմ, այս հիվանդություններն են նույն հիվանդության գենետիկական։ այո, այդ հիվանդությունը բացահայտող վարկար ակադեմիկ Կոնստանտին Ղարագյուզյան, որ Երևանյան պերիտոնիտ այդ հիվանդությունը, որ կոչում է, Այո։ այդ իրա ձեր բերումն էր, այսինքն։ Միջերկրածովյան է սեղ կոչվում, միջերկրածովյան հիվանդություն։ Այո, ինչու են Երևանյան ասում եթերում, որովհետև այդ հիվանդությունը Երևանում են բացահայտել, այսինքն այնտեղ Ղարագյուզյանը մի ասма կոնֆերանս կար, ես իրա բարերն եմ բացատրի, մի քիչ մահացել է հիմա, ասես Գագիկ ջան, գնացի այդ կոնֆերանսին Իսրայելում, ասում, մենք պետք է այնտեղ կոնֆերանս ունենանք, մտա, ասացին հասցեն էս ինչներն, ասած, մտա տեղ, նայեցի դրոշները, տարբեր երկրների դրոշներն են կախած, գնացի ինչ-որ ասացի ես այստեղ, ասեն, հա, վայ, պարոն Կարագյուզյան եկել եք, հա, շատ լավ, եկեք ձեր տեղը զբաղեցեք, ասում է, չէ, երևի ես սխալ տեղ եմ եկել, չէ, ճիշտ տեղը, բացման խոսքն էլ ձերն է, դուք եք, չէ, ես հաստատ սխալ տեղ եմ եկել, եթե ես ճիշտ տեղ եք ածել էի, մեր Հայաստանի դրոշներս է կախած կլիներ, ես Հայաստանից եմ եկել, խառնվան, վայ, գիտեք, չկտանք էս այնը, ասում չգիտեք, հա, ես երեք եղել եմ էս ինչ հայկական եկեղեցիում, էս ինչ տեղը, հեռու չի ստեից, գնացեք այնտեղ մի հատ լավ հայկական դրոշ կա, բերեք, ասում ու ես չսկսեցի այդ բանը, իրա ելույթը, սկզբի խոսքը իրանն է, մինչև այդ հայկական դրոշը չբերին, բայց սենց ասենք, պատահական թե ինչ, սիմվոլիկա թե ինչ, այդ դրոշը տարբերվում էր մյուսների չափսով, մեծ էր, դե ստիպված կախեցին, ասում կենտրոնում կախեն մեծ հայկական դրոշը մնացած ու պատում էին, ասում Ղարագյուզյան, ես ինչ մարդ եք դուք, ասում այդպես բաներ կա, ես մենք քաղաքակրթական բնական դաշնակիցներ ենք, բնական, եւ ամերիկացիները դա շատ լավ գիտեն, դրա համար Տրամպը իր նախընտրական ծրագրերից մեկում գրել է ես պաշտպանելու եմ բոլոր քրիստոնյաներին եւ գիտեք հիմարություն կլինի եթե բոլոր քրիստոնյաներին պաշտպանես բայց քրիստոնյա առաջի պետության ազգի չպաշտպանես այսինքն դա քողարկված է շուտ բաներ ասել եւ այդ պաշտպանության ձևերը մենք հստակ տեսնում ենք այսօր որ Հայաստանի վրա Ադրբեջանը կամ Թուրքիան չի հարձակվել դա միայն Ամերիկան է այսօր եթե ուժով չեն մտել Սյունիքը գրավե դա էլի Ամերիկան է Հիմա տեսեք, ռուսական կայսրությունը Ադրբեջանին ասում է հարձակվեք, ամեն ինչ արել, որ Ադրբեջանը հարձակվի, Ադրբեջանն էլ էր ուզում, ասենց ասում, բայց այդ մտքից հրաժարված, ինչու, որովհետև հետախուզությունը ասում է, որ ադրբեջանցիները պատրաստվում են, Պուտինը պնդում է, որ ինքը պետք է մտնի Հայաստան, մի զանգով չեզոքացնում է, էդի մենք հստակ գիտենք, հստակ, որ մինչև այս օրս, որ Հայաստանը գոյատևում է այդ իր սահմաններով ոնց կա, դա միայն ու միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների շնորհիվ է։ Եվ նաև եվրոպացիների եվրոդիտորդների նաև պարոն Սար։ Այո, ես ձեզ ասեմ, եվրոպացիները գիտեք ինչ կա, եւ Ամերիկան դրանք սերտաճած մի մարմին է։ Այդ արհեստական, որ աշխարհին ցույց են տալի, որ բանը Դանիայի հետ, Եվրոպայի հետ sense պահանջներ ունի, որ տոկոսներ ա դրել ՆԱՏՕ-ն պահպանելու, դրանք ներքին ինչ-որ բաներ են, PR ակցիաներ են, բայց իրականում նույն քաղաքակրթությունն է, իրանք չեն կարող շատ հեռու եթան, ու հարցը նրանում է, որ Ամերիկան կարելի որ կուռա մեկ պետություն է, ավելի չնայած ընդել է ասենք ասենք բյուրոկրատական այդ աստիճանները բավականին դանդաղացնում որոշում կայացնել է բայց այնուամենայնիվ Եվրոմիությունից ավելի արագ է գործում դրա համար էլ ասենք որոշակի դերակատարություն Եվրոպան ունի բայց երբ որ այդ դերակատարությունները միջով տեղ հասնեն գնան քննարկեն միջով նորից հետ գա Ադրբեջանը կմտնի ու դուրս կգա դրա համար մի զանգով է լուծում Ամերիկայից մի հատ զանգ են անում պրծնում Լավ, ամփոփելով, ուրեմն շատ շնորհակալություն հայտնեմ մեր Անդրանիկ այս գեղեցիկ հարցազրույցի համար
Կարծում եմ, որ Շնորհակալ եմ։ Աստված պետք է մեզ պահապան լինի այս լուրջ մարտահրավերների հետ կապված, որովհետև բավականին լուրջ իրոք իրավիճակ է սպասվում եւ ողջ տարածաշրջանը այժմ թե ինչ նոր զարգացումներ կլինեն, արդյոք Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածներից այաթոլլաների ռեժիմը միանգամից թե ասենք որոշ ժամանակ է պետք, որպեսզի կարողանա Իրանի ժողովուրդը թոթափել այս իսլամիստական ֆաշիստական ռեժիմի լուծը, սա էլ հարցի մյուս կողմն է։ Ցանկանում եմ, որ մեր հայ ժողովուրդը համախմբված լինի, տոկուն լինենք եւ անկախ նրանից թե ինչպիսի իշխանություններ են եղել նախկինում եւ ինչպիսին են այսօր, մենք պետք է հավաքական եւ Սփյուռքը եւ Հայաստանը համենայն դեպս միասին լինենք, որպեսզի կարողանանք այս մարտահրավերներին դիմակայել։ Նորից շնորհակալություն հիշեցնեմ, որ միասին լելով ուր է թան։ Օրինակ ես այդ թեման ես հազար ներողություն, երբ որ ասում միասնական, ասում հա եկեք կլենք։ Էդը մեզ նշվում է միասին արեմեցյան դեպի արեմեցյան քաղաքակրթություն։ Այ դիպեն նշել ապետ։ Որտեղ այդ մարդը պատկերացնում միասնական այդտեղ դառնանք Կրեմլի գուբերնիա։ Երբ որ ոչ Կրեմլի գուբերնիա չենք դառնում, դառնում ենք միասնական։ Միասնականը լենք, դուք նորից ձեր եք շարունակում հայմատ, դու ասում ես պետությանը վերջ տան։ Միասնական եկեք վերջ տան։ Այ ոնց որ միասնական Արցախը հանձնեցին, որտեղ իրանք են ղեկավարները։ Այնտեղ չկար որևէ մեկ ազգային մարդ այդ սաստավի մեջ, լինի Արցախի, լինի Հայաստանի։ Դրանք երկուսն էլ երկու տարբեր վարչություններ էին։ Բանի KGB-ի վարչություններ, Արցախյան ճյուղը եւ Երևանյան ճյուղը։ Եվ մի հատ էլ կա Հայաստանի եկեղեցիական ճյուղ KGB-ի, որ այսօր իրար դեմ են հանի, բեմադրություն են սարքել։ Դրա մասին հետագայում առանձին խոսենք, պարոն Սարուխանյան, շնորհակալություն շատ հարցազրույցի համար։ Աստված մեզ պահապան։ Ստեսություն։